Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Վերջին զանգը» սերիալից։ Դերասանի անձնական կյանքը առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ Դրանից հետո շատ էին խոսակցություններն այն մասին, թե ովքեր են իրականում Լևոնի ծնողները։ Հարցազրույցներից մեկում Լևոնն ու Էվելինան անդրադարձել էին այդ թեմային։ Իսկ թե ովքեր են Էվելինայի ծնողները, քչերին է հայտնի։ Էվելինայի մայրիկը մասնագիտությամբ մանկավարժ է ու վերջերս նրա մասնակցությամբ մի քանի կադրեր էին հայտնվել համացանցում, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Նշենք, որ հենց տվյալ հարցազրույցի ընթացքում Լևոնն ու Էվելինան խոսել էին իրենց առաջին հանդիպման, հարաբերություններում ունեցած ճգնաժամի ու հետագա զարգացումների մասին։ Լևոնը մասնավորապես ասել էր. «Հանդիպել ենք 17 տարեկանում, համալսարան ընդունվելիս, այնպես էր ստացվել, որ նույն օրը, նույն ժամին քննության էինք, ես նրան միանգամից եմ նկատել, նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր, այդ ժամանակ քայլ չարեցի, իմ կյանքում աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար, հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ինձ ասացի, ինքն ա, սկսեցի քայլեր անել ու սկսեց մեր շփումը, երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել։ Դասերին այնքան էինք խոսում, դասախոսներն ասում էին լռեք, 7 ամիս կոնֆետներով տառ էի սարքում, նվիրում, հետո ծաղիկներ, մի քանի ամիս շփումից հետո զգացմունքներս ավելի խորացան, Էվկային տեսնելիս հալվում էի, հետագայում դա վերածվեց մեծ սիրո։ Էվելինան էլ իր հերթին հայտնել էր. «Ինձ մոտ սեր էր առաջին հայացքից, գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, սիրտս չդիմացավ նրա հմայքին, մինչև նրան հանդիպելը ունեի ոսկե կանոն, չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից, միշտ մտածել եմ, որ դերասանները շատ էմոցիոնալ ու խոցելի են, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր տղամարդ, բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները, ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ, տարվեցի նրանով, 7 տարի ընկերություն ենք արել, ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է, սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, հետո կարիերա և հիմա եկել է այդ պահը։ Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա և պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար, տունն էլ բարեբախտաբար արդեն ունենք, պատրաստ ենք ամուսնության։ ԶԱԳՍ-ում ամուսնությունը գրանցել ենք 1 տարի առաջ, մեր տունը գնելու համար դա անհրաժեշտ էր։ Երբ որևէ բան շատ ես ուզում, տվյալ նպատակին հասնելու գործընթացն ավելի հաճելի է, քան բուն նպատակը։ Երբ հասնում ես նպատակակետին, այդ ամենը դառնում է անհետաքրքիր։ Ինձ համար ռոմանտիկ հարաբերությունների շրջանը հետաքրքիր էր, բայց հարաբերություններ սկսելուն պես հասկացա, որ դա ինձ այս պահին պետք չէ։ Լևոնը որոշեց, որ բաժանվում ենք։ Մտքիցս հանել էի, որ հնարավոր է միասին լինենք։ Մի քանի ամիս անց Լևոնը նորից սկսեց քայլեր անել, որոնք ինձ հունից հանում էին, նույնիսկ տհաճ էին։ Գալիս էր հետևիցս, ժամերով կանգնում էր լսարանի առաջ, հետո ամեն ինչ շատ սահուն ստացվեց։ Չհասկացա, որ կետում ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ միմյանց համար ենք ստեղծված։ Հավելելով կնոջը դերասանն ընդգծել էր. «Շատ երկար պայքարեցի Էվկայի սիրո համար։ Մի օր ուղղակի նայեցի աչքերին ու հայացքից հասկացա, որ ինքը իմն է։ Էվկան այդ օրը ոչինչ չի ասել, բայց ես անընդհատ նրան ասում էի. կամ իմն ես լինելու, կամ ոչ ոքինը»։ Էվելինայի խոսքով իրենք շատ բարդ փուլեր և խնդիրներ են ունեցել, որոնք ինքը հաղթահարել է ենթագիտակցորեն մտածելով, որ Լևոնը իր մարջն է։ Լևոնի խոսքով, աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի։ Օրինակ, ինքը պետք է նկատի, որ փոշի կա ու ասի, թե Էվկան ինչու չի մաքրել։ Եթե մայրը ասի, կոնֆլիկտ կլինի։ Էվելինան էլ անդրադառնալով սկեսուրին նշել էր. «Սկեսուրս ռուս է, նա բացառիկ մարդ է, մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին, դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք, այդ առումով շատ բախտավոր ենք, ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց, պետք է առանձին ապրենք»։ Լևոնը նշել էր, որ Էվկային չի թողնում կարդա վատ մեկնաբանությունները, ինքն էլ չի կենտրոնանում դրանց վրա։ Եթե ինքը նայի դրանց ու կենտրոնանա դրանց վրա, առաջ չի գնա, դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է։ Իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին անդրադարձել էր նաև Էվելինան ու ընդգծել.
Հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է եւ շատ աղջիկների համար իդեալ։ Շատերն իրենց պատկերացնում էին Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվան, տարօրինակ, չինացու աչքերով եւ իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ։ Քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը։ Պնդում եմ, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ։ Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, որ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է կարողանաս գիտակցել թերություններդ ու առավելություններդ, պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին ցուցադրես։ Անդրադառնալով Հենրի Շախունցի դերին Լևոն Մկրտչյանն ասել էր. «Եվ սպասում էի այս ակնթարթային հայտնիությանը, եւ անսպասելի էր։ Լուսանկարներս Էվկան է ուղարկել Արմենիա հեռուստաընկերություն, երբ իմացա, շատ բարկացա։ Հիասթափվել էի մասնագիտությունիցս, հատկապես ծառայությունից հետո, չէի զբաղվում դերասանությամբ։ Մտածել եմ հեռու մնամ այնպիսի բովանդակությունից, որն ինձ չի գրավում։ Դերասանությամբ չզբաղվելու պատճառներից մեկն այն էր, որ քյարթու էի։ Հիասթափվեցի մասնագիտությունիցս նաեւ այն ժամանակ, երբ շատերի նկատմամբ եղա մաքուր, ազնիվ ու նվիրված, բայց խաղընկերներիցս նույնը չստացա։ Փոքրուց միշտ մտածել եմ, որ դերասան եմ դառնալու, կանգնում էի հայելու դիմաց ու Ջոնի Դեփի միմիկաներն էի կրկնօրինակում։ Միշտ մտածել եմ, որ պետք է մակարդակ ցույց տամ, իմ խաղով կրթեմ մարդկանց, թե ֆիլմը, թե թատրոնն ինձ համար կրթօջախ են, որտեղից մարդիկ ինչ-որ բան են սովորում։ Նույն թեմային անդրադառնալով Էվելինան ասել էր. Լևոնին սկզբում 8 օրյա նկարահանումներ էին նշանակել, այդ պատճառով համաձայնեց։ Նկարահանման առաջին օրը զանգում ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել։ Ասում եմ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի քննարկենք, որոշենք։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք եւ այլ կարողություններ, որոնք աստիճանաբար զարգանում են։ Նրան բեմում տեսել եմ, կրկնակի եմ սիրահարվել։ Համոզեցի Լևոնին, համաձայնեց։ Առհասարակ հայկական սերիալներ չեմ նայում, բայց վերջին զանգը առաջին սերիայից նայել եմ։ Երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ սուպեր։ Բոլոր դրվագները քննարկում ենք, լավին ասում եմ լավ, վատին վատ։ Բացի դերասանի աշխատանքից Լևոն Մկրտչյանն աշխատում է նաև ավիաընկերությունում, նշել էր. «Գնում եմ օդանավում վաճառվող ապրանքները, եկամտաբեր աշխատանք է, որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել»։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հանդես էինք եկել բացառիկ նորությամբ ու հայտնել, թե ով է իրականում Լևոն Մկրտչյանի քույրն ու ում հետ է նա ամուսնացած։ Իրականում Լևոն Մկրտչյանի քույրը Անժելիկան ամուսնացած է պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, ով ինչպես հայտնի է Աննա Հակոբյանի ազգականն է։ Այսպիսով Աննա Հակոբյանը, նրա եղբայրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև Աշոտ եւ Մարիամ Փաշինյանները Լևոն Մկրտչյանի հարսանեկան արարողությանը մասնակցում էին, այսպես ասած, որպես խնամի։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանի քույրը եւ պատգամավոր Էդգար Հակոբյանը 3 որդի են մեծացնում։